Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10 կիլոմետրից ավելի երկարությամբ նոր ավտոճանապարհ կկառուցվի։ Ճանապարհի կառուցման աշխատանքը նախատեսված է ավարտել 2025-ին։ Նռնաձորում ճանապարհը սարերի միջով է անցնելու։ Հիմա քանդման աշխատանքներ են։ Այդ նախագիծն ըստ Նիկոլ Փաշինյանի նրբություններ ունի։ Նրբությունը հետևյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Իջևանում ըստ Փաշինյանի 40 տարվա ճանապարհ է ասֆալտապատվում, սակայն այստեղ էլ գծանշում չկա։ Համայնքը ստիպված առանձին գծանշման համար մրցույթ պետք է հայտարարի։ Մեկ էլ տեղ կա, չէ՞ որ մի քանի անգամ գնում ես, ասում ես՝ «Խի ճանապարհային նշան չկա», ինչի ճանապարհային նշան չկա։ Մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև այնց շփոթեցնող է։ Էկոնոմիկայի նախարարը գյուղացուն աջակցելու ծրագիր է ներկայացնում։ Հո մշակիր, ցանց կատարիր, պետությունը կաջակցի։ Փաշինյանը Տանձուտ եւ Արգավանդ գյուղերում ծրագրի արդյունավետությունից է հետաքրքրվել։ Ասում է, ստացվել այնպես, որ դիսոնանս կա կառավարության իշխանության ներկայացուցիչների եւ գյուղացիների միջեւ։ Մենք ասում ենք, բայց չէ՞ որ կառավարությունը 100,000 դրամ, ասենք տալիս է, ինչի համար է 100,000 դրամ տալիս, ասենք Հատիկնդեղենի մշակաբույսի համար, Արարատյան դաշտի հող, Բերի հող 100,000 դրամ տալիս է, մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ այնտեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում է, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Փաշինյանի ձևակերպմամբ ծրագիրը արդյունք կտա այն ժամանակ, երբ 1, 2, 3 տարի աջակցելուց հետո գյուղացին կառավարությանը հայտնի, թե պետության աջակցության կարիք էլ չունի, եւ որ իր տնտեսությունն արդեն արդյունավետ է աշխատում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։